Ուրեմն այսօրվա թեման մի քիչ պատճառը ասենք գիտեք որն է, որտեղ մեկ բաներ կա այստեղից քարոզվում, վերաբերում է այդ խոսքերը Հիսուսին, բայց մարդիկ նենց են անում, ոնց որ դա վերաբերում է բոլորին, ամեն մի մեղավորի կամ ինչ-որ մեկին, թեկուզ մի սուրբի, դրա համար ասենք էլի առիթ եղա, որպեսզի ասենք այս մասին քարոզեմ, ուզում եմ անպայման ինչ-որ վերաբերում է Հիսուսին, Հիսուսին է վերաբերում։ Իսրայելը մինչև այսօր ասում է այն Եսայի 53-րդ գլուխը, որ գրված է, չէ, էլի գրված է մեր ժողովրդի Իսրայելի տառապանքների, չարչարանքների համար, բայց Եսայի 53-ը սկզբից մինչև վերջ ամբողջովին ասենք գրված է Հիսուսի վերաբերյալ։ Կամ ասենք Սաղմոս 22-ը, որ կարծում ենք, չէ, ամբողջովին գրված է Հիսուսի վերաբերյալ։ Տեղ եկա, որ ասենք կարող է, որ ուրիշ բան ասում, բայց հիմնականում խոսքը վերաբերում է Հիսուսին, որ ձեռքերս ու ոտքերս ծակեցին։ Ոնց է փոխաբերական իմաստով հասկանան, թե իրանց ձեռքերին խփում են կամ ոտքերին, չգիտեմ, ինչ են ոտերի դեմ, ինչեր են դնում, որ չհասնեն տեղ, չէ։ Ոնց է փոխաբերական իմաստով ուզենան ասեն, չի ստացվի։ Չեն կարող ասենք հասնել իրանց նպատակին, որպեսզի Աստծո խոսքը շեղեն, որովհետև մյուս տեղերը ավելացում է ու հասկանում են, որ խոսքը վերաբերում է, ասենք, անձամբ Հիսուսին։ Այդպես էլ 91-րդ Սաղմոսում, եթե չեմ սխալվում ռուսերենում ու անգլերում 90 Սաղմոսն է։ Մի խոսքով 91-րդ Սաղմոսում բարձրորդ Աստծո տակ բնակվողը ամենակարողի հովանավորության տակ պիտի հանգչի կամ հանգստանա։ Մի խոսքով այս խոսքերը ասենք ամբողջովին սկզբից մինչև վերջ 91-րդ Սաղմոսը, որ կարդանք, ամբողջովին վերաբերվում է մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Մեկ ասենք ասում են այս մասին, կարդում են հետո նենց համարում են վերում, այմար, էսի վերաբերում է Հիսուսին, Հիսուսին է վերաբերում։ Ես մի քանի խոսքեր կարդալ հետո կշարունակենք։ Բարձրոց Աստծո տակ բնակվողը ամենակարողի շուկի տակ է հանգստանում։ Ես կասեմ Տիրոջը իմ ապավեն եւ իմ ամրոց իմ Աստված, որի ես հուսացած եմ։ Մեկ նայում ես ոնց կասեմ Տիրոջը։ Դերը գրված է, Տերն ասեց իմ Տիրոջը, չէ՞, Աստված մի խոսքով նայում ես, թե ոնց կարելի է հասկանալ։ Ինքը այստեղ որպես մարդի որդի է։ Այստեղ ներկայանում է որպես մարդի որդի։ Ես կասեմ Տիրոջը, իմ ապավեն, իմ ամրոց, իմ Աստված, որի ես ուսացած եմ, որովհետև նա կփրկե քեզի որսորդի որոգայթի, չար ժանտամահից, նա կծածկե քեզ իր փետուրներով, նրա թևերի տակ ապահով կլինես, նրա ճշմարտությունը ասպար և զրահ է։ Դու չես վախենա գիշերը զարուրանքից, այն հետից, որ թրջում է ցերեկը, այն ժանդախտիցը, որ խավարումը շուռ է գալիս, այն հարվածիցը, որ սատկեցնում է կես օրումը, սատկեցնում է կես օրումը, 1000 քո կողմից կընկնեն և 10,000 քո աջ կողմից, բայց կես չի մոտենա, միայն քո աչքերով կնայես և ամբարիշների հատուցումը կտեսնես, որովհետև դու ես Տեր իմ հույսը, դու բարձրյալ ինքեզ ապավեն արի։ Խոսքը վերաբերվում է ամբողջովին Հիսուսին, որպեսզի ավելի պարզ լինի, թե ոնց կարող ենք հասկանալ, որ եսի Հիսուսին է վերաբերվում։ Այս 9-րդ խոսքը, որ ես կարդացի, ասում է, որովհետև դու ես Տեր իմ հույսը, դու բարձրյալին քեզ ապավեն արիր։ Եվ նրանք, ովքեր որ ուզում են իրանց կյանքում հաջողություն ունենան, Տերոջը պետք է իրանց հույս անեն։ Եվ բարձրյալը քեզի ապավեն արիր։ Եթե մենք էլ այդպես անենք, այս խոսքի գրվածները նաև մեզի կվերաբերվի։ Բայց տեսեք, որ այս խոսքերը վերաբերում է Հիսուսին, ինչի համար, քեզի չար բան չի հասնի և նեղություն չի մոտենալ քո բնակարանին, որովհետև իր հրեշտակներին կհրամայե քեզ համար, որ պահեն քեզի քո բոլոր ճանապարհներում։ Մի թարգմանություն գրված է կհրամայե, ուրիշ թարգմանություն գրված է հրամայել է։ Մի խոսքով ես ավելի սիրում եմ այդ թարգմանությունը, որ ասում է հրամայել է, այսինքն նախորդ արդեն ասել հրեշտակներին, ոչ թե այդ մոմենտին նոր պետք է ասի։ Ուրեմն ես ուզում եմ ուշադրություն դարձնենք, որտեղ ենք տեսնում այդ բանը, որ տեղի ունեցավ, ասենք նոր օգտում, որտեղ այդպիսի մի բան տեղի ունեցավ։ Հիշում եք, չէ, Հիսուսը
40 օր ծոմապահությունից հետո տարվավ անապատ փորձության, սատանան տարավ Հիսուսին անապատ փորձության։ Առաջի փորձությունը այն է, որ եթե Աստծո որդի ես, այս կարերը հաս լինեն։ Ասեց մարդ ոչ միայն հացով, այլ Աստծո բերանից ելած ամեն խոսքով կապրի։ Երկրորդ փորձությունը բարձած տարավ նրան Սուրբ քաղաք, այսինքն Երուսաղեմ, բարձրացրեց աշտարակի բարձր տեղը եւ ասեց, եթե Աստծո որդի ես, քեզի այստեղից ցած գցիր, որովհետեւ գրված է իր ռեշտակներին կհրամայի, որպեսզի ձեռքերի վրա վերցնեն եւ քո ոտքդ քարին չդիպչի։ Եթե տեսեք, այս խոսքն է կատարվում եւ Մատթեոսը նշում է այդ մասին, որպեսզի մարդիկ փոխաբերական իմաստով չհասկանան կամ ինչ-որ մի ուրիշ ձևի չհասկանան։ Դրա համար է ինքան կարևոր է, որ մենք դրա վրա պետք է լուրջ ուշադրություն դարձնենք։ Խնդրում եմ պատասխանես մի արա, դե ես դուրս կմտածեմ, որ ինչ-որ մի բան ճիշտ չեմ ասում։ Տիրոջ անունը թող փառավորվի։ Ես ինչի համար ասենք ուզում եմ այս խոսքը կարդալ, որովհետև իր հեշտակներին հրամայել է քեզի համար, որ պահեն քեզի քո բոլոր ճանապարհներումը, եւ նրան ձեռքերի վրա կառնեն քեզի, որ քո ոտքդ քարի չդիպցնես, արյուծների եւ իժերի վրա կգնաս, արյուծի կորյունին եւ վիշապին ոտով կող կտաս, որովհետև նա ինձ ցանկացավ, եւ ես կփրկեմ նրան, ես բարձր կանեմ նրան, որ նա ճանաչում է իմ անունը, նա կկանչի դեպի ինձ եւ ես կլսեմ նրան, ես նրա հետ կլինեմ, դեպության մեջ կապրեսնեմ նրան եւ փառավոր կանեմ նրան, երկայն օրերով կկշտացնեմ նրան եւ իմ փրկությունը ցույց կտամ նրան։ Եվ հիմի մենք առանձին կնայենք այս տեղերին, թե ինչ տեղի ունեցավ արյուծների եւ իժերի վրա կգնաս, արյուծի կորյուններին եւ վիշապին ոտով կող կտաս։ Այդպիսի հերոս մարդ տեսել եք սկի մեկը, որ կարողանար այդ բաները ինչ որ այստեղ գրված է անել, երբեք չեք հանդիպի բացի Հիսուսից։ Ինքը ջարդեց սատանայի գլուխը, ինքը մեծ հաղթություն ձեռք բերավ, ինքը ամբողջ ով մագը սատանայական, որ ներկա են այնտեղ, որպես ներկայացում արյուծի կորյուններ, արյուծներ, վիշապ, չէ, տեսնում ենք, որ ինքը կողեց իր ոտքերի տակ։ Այդ ամենը, մեր մեղքը, մեր անիրավությունները, մեր պաղթությունները, ամեն բան բարձրացրեց խաչապայտի վրա ու դատապարտեց։ Այսի ամբողջովին վերաբերվում է մեր փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Ես բարձր կանեմ նրան, որ նա ճանաչում է իմ անունը, Տիրոջը, սիրելի քույր եղբայրներս, որտեղ մենք տեսնում ենք, որ ինքը բարձր եղավ, ինչ որ մեկը վկայում է նրա մասին, որ այո, ինքը բարձր եղավ։ Տեսնում ենք, որ Փիլիպպոսի ծրտերում ենք, մենք որ կարդում ենք, այսպեսի բաներ է գրում, ձեզանից ամեն մեկը թող այն մտածե, որ մեր փրկիչ Հիսուս Քրիստոսումն է, նա որ Աստծո կերպարանքումներ իրեն հավասար չհամարեց Աստծուն, այլ իր անձը խոնարհեցրեց եւ հնազան եղավ մինչեւ մահվան եւ անել խաչի մահվան, դրա համար Աստված նրան շատ բարձրացրեց եւ նրան մի անուն շնորհեց, որ ամեն անունից ավելի բարձր է, որ նրա անունի առջև խոնարհվեն երկրավորները եւ երկրի տակ լինողները, այսինքն բոլոր անուն տիեզերքը, չկա այնպիսի մեկը եւ իրենց լեզվով դավանեն, որ Տեր Հիսուս Տեր է, հոր Աստծո փառքի համար, փառք Տիրոջը։ Տեսնում ենք ինչպես խոսքը այսօր կատարվում է, նա բարձրացրեց իր որդուն, որպեսզի մարդիկ հույսները մինակ նրա վրա դնեն, Տիրոջ անունը թող փառավորվի։ Այսօր պատերազմը չի ավարտվել, վիշապը, թշնամին, արյուծի կորյունները վխտում են, քայլերը, մի խոսքով պիղծ ոգիները, շատերը վխտում են մեր շրջապատում, օդի մեջ, օդի իշխանը, չէ, բայց փառք Տիրոջը, Հիսուսը պահում է մեզ հրաշալի ձևով, որովհետև Հիսուսը հաղթել է եւ այդ հաղթությունը նաեւ ձերն է։ Տիրոջ անունը փառավորվի, որտեղ ինքը մեր ծնողն է, ինքն է մեզ ծնել, ինքն է մեզ ունեցել խաչապայտի վրա։ Իր անունը թող փառավորվի, սիրելի քույր եղբայրներս, այնքան մեծ գործատեղի ունեցել, երբ որ կարդում ես, ասում եմ Տեր Աստված, ինչ հրաշալի են քո ճանապարհները, ինչ զարմանալի են քո գործերը։
երկայն օրերով կկշտացնեմ նրան եւ իմ փրկությունը ցույց կտամ նրան թե ինչպես ինչ օրերով ոնց պետք է կշտացնել ինչ պետք է անել որպեսզի կշտանար հաճելի լիներ իրան բայց նա մեր մեղքերի համար ես կարդում եմ Եսայի 53-րդ գլուխը բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ մեր անօրենությունների համար հարվածվեցավ մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ եւ նրա վերքերով մենք բժշկվեցանք Տիրոջը մենք ամենս ոչխարների պես մոլորված ենք յուրաքանչյուրի իր ճանապարհին գնաց բայց Տերը նրա վրա դրավ մեր ամենքի մեղքը նա անիրավություն կրեց եւ չարչարվեցավ բայց իր բերանը չբացավ ինչպես մի ոչխար որ մորթվելու է տարվում եւ ինչպես մի մունջ մակի որ իր խուզողների առաջին այնպես իր բերանը չբացավ կալանքից եւ դատապարտությունից վեր առնվեցավ նրա ազգատոմը ով կարող է պատմել որտեղ նա կտրվեցավ կենթանիների երկրիցը իմ ժողովրդի մեղքի համար նա զարկվեցավ եւ ամբարիշտների հետ որոշվեցավ նրա գերեզմանը բայց հարուստի հետ եղավ նա մեռած ժամանակին ըստ որում նա զրկողություն չէր արել եւ խաբեություն չկար նրա բերանումը բայց Տերը հաճեց նրան զարգել ցավեցնել երբ որ նրա անձը մեղքի զոհ արավ նա պիտի սերունդ տեսներ եւ օրերը երկայնացներ ուշադիր եղեք ես նոր մի քիչ առաջ կարդացի որ այդ օրերը պիտի երկարացնի Տիրոջը կամքը պիտի հաջողվի նրա ձեռքովը իր անձի աշխատության պտուղը պիտի տեսնե եւ կշտանա օրերը պիտի երկարացներ ու կշտանար օրերը պիտի երկայնացներ ու կշտանար այսինքն կատարվում է այս խոսքը եւ Տիրոջը կամքը նրա ձեռքով պիտի հաջողվի հալելույա փառք Տիրոջը որն է Տիրոջը կամքը մեր փրկությունը մեր սրբությունը եւ այսօր ինքը այդ գործը անում է մեր վրա իր անունը թող փառավորվի մենք այսօր նրա վկաներն ենք, մենք նրա ծառաներն ենք, մենք ուզում ենք իրան նման լինենք, ուզում ենք չէ սիրելի ուրեղբայրես, ուզում ենք որպեսզի այս խոսքերը մեր վրա էլ կատարվի, որտեղ այս ամենը մեզ համար է գրված, իր անձը մեղքի համար զոհ արեց, իմ համար, քո համար զոհ արեց, օրերը երկայնացնել, մենք մտածում ենք, այդ ինչ օրերը երկայնացնում, այո աշխարհի վերջը կգա, բայց Հիսուսը հնարավորություն տվեց Եվ մինչև հիմա նույնիսկ ասում է ինչի համար ճիշտ ապում գալ մեր Տերը, որովհետև ուզում է որպեսզի ինչ լինի ամենն էլ ապաշխարեն ու հասնեն փրկության։ Տիրոջ անունը թող փառավորվի, ինքը հրաշալի գործեր անում, իր առաջներով լսված է երկինքն ու երկիրը, եւ այսօր մենք տեսնում ենք իր ձեռքի գործը, որովհետև ինքը հանցավորների համար միջնորդություն արեց, այդ հանցավորները մենք էինք։ Այդ հանցավորներն խաչի վրայի ավազակներն էին դրանց համար, համ աչակողմյան, համ ձախակողման, ոչ թե մենակ հայաճի կողմյան ինձ պաշտպանեց, մենակ դրան եմ ասում, դրան չի վերաբերվում, համ աչակողմյան ավազակի, համ ձախակողմյան ավազակի, համ խելոքի, համ իմաստունի, համ անմիտի համար, բոլորի համար, որովհետև բոլորը հանցավոր էին, ադամական սերունդը ծախվել էր մեղքին, առաջի աշխարհը կործանված ջրեղեղով, երկրորդ աշխարհը պահպանվում է կրակի դատաստանի համար, բայց որպեսզի Աստված փրկի իր ժողովրդին, իր միածին որդուն ուղարկեց աշխարհ, փառք Տիրոջը, եւ այսօր ամեն մեկը հնարավորություն ունի ահով եւ երկյուղով գործի իր անձի փրկությունը, ահով եւ երկյուղով գործի իր ընտանիքի փրկությունը, եթե Նոյը անօգն էր, դե լավ ասելա կստարկեմ էլի, դենանք ժամանակ լինի, տո սենց, տոնենց կսարկել տաբանը, երբեք չէր սարկվի սիրելի ուրեղբայրներ, զնակնդրը մի ուրիշ մեկի, բայց փառք Տիրոջը Աստված գիտեր, որ Նոյը հնազանդ է, Նոյի նման մարդ չկար երկրի վրա, դրա համար Նոյին ու իր ընտանիքը փրկեց, եւ Նոյը, երբ որ ամեն բան եղավ, իջավ, առաջի անգամ զոհ բերեց Տիրոջը, մեծարեց Հայաստանում այդ զոհաբերությունը արեց, մեծարեց ամենակարող Աստծո անունը, գոհացավ Տիրոջ մեծ ողորմությունների համար, այսօր մենք էլ ենք գոհանում, որովհետև մեր փրկության տապանը մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի խաչն է, որ իր խաչապայտի վրա բարձրացրեց մեր մեղքերը, մեր անօրենությունները, որ ջնջեց մեր հանցանքները, մեզից Սուրբ Հոգով մկրտեց եւ կոչեց մեզ իր որդիները,
իր արյունով մեզի ավելի ձյունի ճերմակ արեց, փառք Տիրոջը, եւ այսօր ոչ թե միայն դրանով բավարարվում, ինք ուզում է նաեւ քո սերունդի վրայով խոսի, ինք ուզում է որպեսզի նաև քո սերունդը փրկի, քեզի ուզում է նաև քո ընկերոջը փրկի, այնտեղ որտեղ որ դու ծառայում ես, ուզում է որ այնտեղ արդություն սկսվի, եւ այդ ամենը հնարավոր է սիրելի քույր եղբայրներից, եթե մենք նույնպես սովորենք մեր փրկչից, ինչպես որ Ֆիլիպոսի ստեղծերում որ ունենք ինչ առաջ կարդած ենք, ձեզանից ամեն մեկը թող այլ մտածեք, ոչ թե մտածեմ ոնց անեմ շատ ունենամ, այս ունենամ, այս մեքենան այնքան է ուրիշի գալը մեն ինչը ավելի լավն ունի, ես դրանից ավելի լավը պետք է ունենամ, թեկուզ պարտքով ապրեմ, թեկուզ հացել չուտեմ, ես այդ մեքենան պետք է առնեմ։ Այն արդ մտածի ոնց անես Տիրոջ հաճելին ես, որտեղ չգիտես ինչա կախված երկրագնդին գլխին, որտեղ նայում ես երկրաշարժ, որտեղ նայում ես պատերազմներ, որտեղ նայում ես իրար խախում են, իրար չեն հասկանում, կռիվ, պատերազմ, իրար ուտում են, եթե հավատքի մեջ էլ այդպես պետք է լինի, էլ ում է պետք այդ հավատքը սիրելի քույր եղբայր, չէ որ ոչ ոք չի փրկվի, բայց փառք Տիրոջը Աստված սովորացրել է մեզի, այդ խոսքերը որ ասում է Ֆիլիպոսի ստեղծերում, ամենասկզբում ավելի շատ կարևոր բան ասում, որի վրա պետք է ուշադրություն դարձնել, եթե առաջի երկրորդ գլխի Ֆիլիպպոսիս երկրորդ գլխի առաջի խոսքից ուզում եմ կարդալ, եթե մխիթարություն կա Քրիստոսով, եթե սիրոս փոխություն, եթե հոգու հաղորդություն, եթե գթածություն եւ ողորմություն, ապա լցրեք իմ ուրախությունը, որ նույն միտքը ունենաք, նույն սերը ունենալով, միաշունչ, միևնույնը խորեք, ոչ մի բան չլինի գրգռումով, ոչ նապատությունով, այլ խոնարհությունով թող մեկը մյուսին իր անձից ավելի լավ համարի, մենակ ձեր անձի բաները չմտածեք, այլ ամեն մեկը իր ընկերի բաներն են, եւ դրանից հետո նոր գրմա ձեզանից ամենը թող այլ մտածե, որ էլ Քրիստոս Հիսուսումն է, այսինքն տեսնում եք, ձեզանից ամեն մեկը թող ոչ թե մենակ իր անձի մասին մտածի, այլ իր ընկերիներ, փառք Տիրոջը սիրելի քույր եղբայրներս, այսօր նրանք ովքեր հասկացել են, գործում են Տիրոջ անունով, գործում են, վկայում են փրկչի մասին, աղոթք են անում իր ընկերոջ համար, թեկուզ իր ընտանիքի համար, Տեր Աստված դու կարող ես փրկել։ Ես չեմ ուզում շատ երկարացնել, որովհետև այսօր բացող եմ, բայց եկեք այսօր մենք սրտի խորքից աղոթք անենք Տիրոջը, թող Տերը կպնի մեր սրտներին, թող Տերը կպնի մեր սրտերին, հասկացնի մեզի, որ մենք այս երկրի վրա ժամանակավոր երևույթ ենք, էթարու ենք շուտով, որ իրար ուտենք, գրված է իրարից էլ ինչ կնեք փչանակ, այսինքն դրա համար պետք է Աստծո խոսքը կատարենք, եթե մխիթարություն կա, եթե սփոփություն կա, եթե հաղորդություն, եթե գթածություն, ողորմություն, ապա լցրեք իմ ուրախությունը Պողոս առաքյալն է ասում, որ նույն միտքը ունենաք, նույն սերը ունենալով միաշունչ միևնույնը խորեք, ոչ մի բան չլինի գրգռումով, ոչ սնապարտությունով, թող Տիրոջ անունը փառավորվի, արժի գոհանալ Տիրոջից, թե չէ, արժի սիրելի քույր եղբայրներս, ոտքի կանգնեք, փառք տանք իրան, ամեն։ О, радость, небо, сила, кровь Иисуса, слава Богу, доверие, сила, Hermenda Laidan Rebeda Remendar, Wandraudis, Savor, Alleluia, Abba, Son, Svetoja Sila, Herbida Remenda Laidan Rebeda Remendar, Wandraidan, Emena Laidan, Rebeda Remendar, Lente Laidan, Rebeda Remendar, Wandraudis, Sila, Mugamira, Comanti Priscilla, White, Dristo, Padre, Disto, Nazareto, Romantic, Rebeda, Rebeda Remendar,